Եթե սիրում ես Հայաստանի հին պատմությունը, ապա հենց հիմա բաժանորդագրվիր Armenia History ալիքին, որովհետև այսօր խոսելու ենք հայկական ամենահին ու կարևոր արքայատոհներից մեկի Երվանդունիներ մասին։ Այս պատմությունը շատերը չգիտեն, բայց հենց Երվանդունիներն էին այն ուժը, որը վերականգնեց հայկական պետականությունը Վանի թագավորության անկումից հետո։ Քրիստոսից առաջ 6-րդ դարում հզոր Վանի թագավորությունը թուլացավ և վերջապես անկում ապրեց։ Շատերը կարծում էին, թե հայկական լեռնաշխարհում այլևս ուժեղ պետություն չի ձևավորվի։ Բայց հենց այդ ժամանակ պատմության մեջ հայտնվեցին Երվանդունիները։ Նրանք կարողացան միավորել հայկական տարածքների մեծ մասը և ստեղծել նոր հայկական թագավորություն։ Այդ ժամանակաշրջանը չափազանց կարևոր էր, որովհետև Հայաստանը գտնվում էր հզոր կայսրությունների միջև։ Մի կողմից Աքեմենյան Փարսկաստանն էր, մյուս կողմից տարբեր նվաճող պետություններ, որոնք ցանկանում էին վերահսկել հայկական լեռնաշխարհը։ Երվանդունիները ստիպված էին ոչ միայն կառավարել երկիրը, այլ նաև մշտապես պայքարել Հայաստանի անկախությունը պահպանելու համար։ Նրանք զարգացնում էին բանակը, կառուցում ամրոցներ և վերահսկում կարևոր առևտրային ճանապարհներ։ Այդ ժամանակ Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը դարձավ Արմավիր քաղաքը։ Արմավիրը ոչ միայն քաղաքական կենտրոն էր, այլ նաև մշակութային ու տնտեսական կարևոր քաղաք։ Այստեղ էին գտնվում արքայական պալատները, զորքերը և պետական կառույցները։ Պատմաբանները կարծում են, որ Երվանդունիների ժամանակ սկսեցին ձևավորվել հայկական պետական կառավարման այնպիսի հիմքեր, որոնք հետագայում շարունակեցին նաև մյուս հայկական թագավորությունները։ Երվանդունիների ամենահայտնի արքաներից է Երվանդը։ Նրա օրոք Հայաստանը փորձում էր պահպանել իր ուժը նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Այդ տարիներին տարածաշրջանում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում։ Քրիստոսից առաջ 4-րդ դարում աշխարհը հցնցվեց Ալեքսանդր Մակեդոնացի արշավանքներից։ Նրա բանակները նվաճում էին հսկայական տարածքներ և ոչնչացնում հին կայսրությունները։ Երբ Աքեմենյան Փարսկաստանը պարտվեց, շատ ժողովուրդներ կորցրին իրենց ինքնուրույնությունը։ Սակայն Հայաստանը կարողացավ պահպանել իր առանձնահատուկ դիրքը։ Երվանդունիները դիվանագիտորեն համագործակցում էին հարևանների հետ, բայց միաժամանակ պահպանում էին հայկական իշխանությունը։ Սա շատ կարևոր էր, որովհետև այդ ժամանակ փոքր պետությունների մեծ մասը արագորեն անհետանում էր պատմությունից։ Հայկական լեռնաշխարհում զարգանում էին գյուղատնտեսությունը, անասնապահությունը և արհեստները։ Կառուցվում էին նոր բնակավայրեր ու պաշտպանական կառույցներ։ Հայաստանի աշխարհագրական դիրքը մեծ նշանակություն ուներ, քանի որ այստեղով անցնում էին առևտրային ճանապարհներ։ Երվանդունիների իշխանության վերջին շրջանում սկսեցին ուժեղանալ նոր առաջնորդներ։ Նրանցից ամենահայտնին դարձավ Արտաշես Ան, որը հետագայում հիմնադրեց Արտաշեսյաններ արքայատոհը։ Սակայն նույնիսկ Արտաշեսյանների ժամանակ մարդիկ հիշում էին Երվանդունիներին որպես հայկական պետականության վերացնողների։ Եթե Երվանդունիները չկարողանային պահպանել Հայաստանը այդ դժվար ժամանակներում, գուցե հետագայում հայկական հզոր թագավորություններ էլ չստեղծվեին։ Այսօր էլ Երվանդունիները կարևոր տեղ ունեն հայկական պատմության մեջ։ Նրանք համարվում են այն արքաները, որոնք Գանի թագավորությունից հետո նորից վերակենդանացրին հայկական պետականությունը և ապացուցեցին, որ Հայաստանը կարող է գոյատևել նույնիսկ ամենահզոր կայսրությունների կողքին։ Եթե հասար մինչև վերջ, ուրեմն իսկապես սիրում ես հայկական պատմությունը։ Մի մոռացիր լայքել այս վիդեոն, բաժանորդագրվել Armenia History ալիքին և մեկնաբանությունում գրել, թե Հայաստանի պատմության որ ժամանակաշրջանի մասին ուզես հաջորդ պատմական վիդեոն։